Ներդաշնակ կյանքը պահանջում է հանգիստ, մեր օրերում հանգստի մեկնելը համարվում է ճոխություն, ոչ բոլորին է վիճակված տարվա ընթացքում գոնե մեկ անգամ ծովում, բնության գրկում կամ հետաքրքիր միջավայրում վերականգնել ֆիզիկական ու հոգեկան առողջությունը։ Հանգիստը կազմակերպել Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս, որ տարբերակն են նախընտրում մեր համաքաղաքացիները եւ որ ուղղություններն են առավել մատչելի, հիմա կհասկանանք։ Որտեղ եք անցկացնելու ձեր հանգիստն այս տարի։ Այս տարի գնալու ենք ընտանիքով Աբու Դաբի։ Եվ ավելի մատչելի լինելու հետաքրքիր է երեխաների համար, մեծ համար, սիրուն, ջուր, հա, ինչ-որ տենց ծովային հանգիստ։ Ամերիկայում։ Գյուղում։ Երևի ավելի ծովափնյա տեղեր, Հայաստանում ես շատ արշավում եմ, այսինքն Հայաստանը միշտ իմ տրամադրության տակ է, այդ դեպքում հանգստանալուց ցանկալի է ծովափնյա որևէ տեղ։ Եթե վիզա ստանամ, որը որ համարյա անհնարին է, Եվրոպա։ Ոչ, ցավոք, աշխատելու եմ այս համար։ Բյուջեն, նպատակներ ու նախասիրություններ հանգստի մեկնելուց առաջ հայաստանցիներն այս 3 կարևոր նախապայմանների շուրջ են ծանրութ թեթևանում։ Ասում են, հայաստանյան հանգիստը հատկապես վերջին տարիներին դարձել է շքեղություն, վրդովում են, ծով չունեցող երկրի համար էս ինչ գներ են։ Հայաստանում շատ ավելի թանկ է, քան դրսում։ Անձը 300-400 հազարից ոչ քիչ։ Հայաստանում էլ թանկ, բայց ավելի լավ է դրսում։ Դրսում թանկը ավելի հաճելի է զգացնում։ Հետաքրքիր է անցնում ծովային երկրում, քան այնտեղ, որտեղ ծով չկա, իմ կարծիքով։ Շատերին էլ Հայաստանի նկատմամբ սերն է ստիպում մնալ հայրենիքում։ Միայն Հայաստան։ Իսկ առհասարակ թանկ հաճույք է Հայաստանում հանգստանալը։ Հայ լինելն է թանկ հաճույք։ Օրինակ այս կինը Հայաստանի տեսարժան վայրերում անցկացրած հանգիստը ոչ մի ծովափնյա երկրում կազմակերպված ճոխ հանգստի հետ չի փոխարինի։ Իսկ հանգիստը պլանավորելու դեպքում իրեն շատ գումար պետք չէ։ Հայաստանը հրաշք երկիր է, հրաշալի գեղատեսիլ վայրերով։ Ես երիտասարդ տարիներին ուսապարկերով եմ Հայաստանով ման եկել։ Անգիր գիտեմ Լորին, գիտեմ Եղեգնաձորը, հրաշք տեղեր ունենք, գուցե հանգստյան տներում թանկ է ավելի, բայց ես այդպես մի քիչ ավելի վայրի հանգիստ եմ սիրում, ավելի լավ վրանը խփեմ, թորնիկներիս հետ բնությունը վայելեմ, ինձ համար դա է հանգստի լավագույն տեսակը։ Մեր բնությունը քան սիրուն է Լորի, որ անտարբեր չեմ անցնում երբևէ։ Քաղաքացիները հարցին նաև հեգնանքով են պատասխանում։ Փողերը թափման կպանցել։ Հող չկա։ Ապրանքը։ Ջերմուկի, Ծաղկաձորի, Դիլիջանի հանգստյան գոտիներին ու հյուրանոցներին վերջին 3-4 տարիներին փոխարինում են արտերկրի առաջարկները։ Հայաստանցիներին նախընտրելի ուղղություններն են Վրաստան, Եգիպտոս, Դուբայ, Կիպրոս, Թունիս։ Նոր մշակույթ, տպավորիչ վայրեր բացահայտելու հնարավորություն։ Իհարկե արտերկրի հանգիստը գրավիչ է, բայց հայերի ընտրությունն առաջին հերթին պայմանավորված է գայթակղիչ առաջարկներով։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։